Պետության պաշտպանությունը միայն զինվորական կամ քաղաքական խնդիր չէ, դա նախ եւ առաջ գոյաբանական պարտք է, որից կախված է մեր ազգային ինստիտուտների ճակատագիրը, այդ թվում եւ եկեղեցու։ Ուրեմն ինչ պետք է անենք հիմա բոլորս եւ յուրաքանչյուրս առանձին։ Պետության կողքին կանգնել ոչ թե խոսքով, այլ գործով։ Վերագտնել մեր հավատը ոչ թե ձևի, այլ բովանդակության մեջ, որովհետև առանց հոգևոր ճշմարտության չկա ազգային արդարություն եւ առանց արդարության հավատն էլ կորցնում է իր ուժը։ Պետք է կանգնել պետության կողքին, ինչպես կանգնում ենք հայրենիք պաշտպանող զինվորի կողքին, որովհետև այս պահին պետությունն է մեր համազգային բանակը, պետությունն է մեր եկեղեցին, պետությունն է այն միակ տարածքը, որտեղ կարող են ապրել եւ ծաղկել հավատքը, հայ եկեղեցին, լեզուն, մշակույթը եւ մեր ինքնությունը։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է վերագտնի իր անձնական պատասխանատվությունը պետության, հետևաբար եւ եկեղեցու հանդեպ, եւ պետության պաշտպանությունը պետք է սկսվի այնտեղից, որտեղից ավարտվում է վախը, կանգ է առնում կասկածը եւ սկսվում է կամքը։ Սա պատասխանատվության կոչ է, որովհետեւ այս իրավիճակում փրկություն չկա առանց գիտակից, կազմակերպված, իրավական եւ կամքով առաջնորդվող հասարակության։ Այդ հասարակությունը մենք ենք հիմա եւ այստեղ։